Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես իշխանության լեգիտիմության հարցը լուծված է, իրավակարգի լեգիտիմության հարցը ոչ, վարչապետն է հայտարարել դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկմանը։ Փաշինյանն իրավակարգի լեգիտիմության հաստատման անհրաժեշտություն է տեսնում, հասկացությունների ճշգրտման խնդիր կա։ Ինչ է արդարությունը կամ արդարադատությունը, բոլորը դա պահանջում են, չկա մարդ, որ պահանջի անարդարություն, ասել է վարչապետը։ Ով է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության պատասխանատուն։ Արդարադատության ընդհանրապես պատասխանատուն ով է։ Երկրորդը, ինչպես է նա կրում այդ պատը, եթե նույնիսկ որոշեցինք, որ այս ինչը կամ այն ինչ մարմինն է կամ անձն է կամ չգիտեմ, ինչպես է նա կրում այդ պատասխանատվությունը։ Ընդհանրապես դատական եւ արդարադատության համակարգի լեգիտիմությունը որտեղից է բխում։ Որտեղից է որոշվել, որ այս ինստիտուտը կամ մարդկանց այս շրջանակը կարող է իրականացնել արդարադատություն։ Որտեղից է բխում այդ լեգիտիմությունը։ Հանրապետության նախագահի ելույթի մեջ խոսեց սահմանադրության եւ սահմանադրության իրականացման մասին, որովհետեւ ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի, այդ ժողովուրդն է։ Եվ հաջորդ աղբյուրը սահմանադրությունն է եւ հաջորդը սահմանադրությունից բխող իրավակարգը։ Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի եւ սահմանադրության արանքում խզում կա, չի ստացվում արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընդհանրապես իրավակարգը լեգիտիմության խնդրեմ ունի։ Այսինքն որևէ բան, ես գիտեք ինչի մասին եմ մտածում, որ ընդհանրապես պետությունը իրավունքներ եւ ազատություններ ապահովելու համար պետքա գնա սահմանափակումների։ Ինչու է պետք գնալ սահմանափակումների, որովհետեւ առանց սահմանափակելու հնարավոր չի ապահովել ազատություն։ Պատկերացրեք, ոչ մի սահմանափակում, ոչ մեկը ոչ մի սահմանափակում չունի։ Դա կվերածվի քաոսի եւ ոչ մեկի իրավունքը եւ ազատությունը հնարավոր չի լինի բան անել, ապահովել։ Բայց մյուս կողմից սահմանափակումը ինքը լարում է առաջացնում քաղաքացիների, մարդու եւ պետության միջև լարում է առաջացնում բոլոր դեպքերում, որովհետեւ ոչ մեկին հաճելի չի, որ իր նկատմամբ հարկադրանքի միջոց են ձեռնարկում, իրան տուգանում են, իրան դատում են եւ այլն, իրան ասում են, որ գիտես ինչ, ես կարմիր լուսի տակ կկանգնես, տեղով փողոցը չանցնես, այլն տեղով, դա բան է, դիսկ կամ պետք է հարկ վճարես, որովհետև մարդը ասում է աշխատել եմ այսքան ինչի պետք է իմ բանի 1000 դրամի 200 դրամը տամ բանին, բյուջեին։ Ու սա լարում է առաջացնում միշտ բոլոր դեպքերում։ Մենք ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք։ Այն կարմիր լույսը, որ վառում է մեր փողոցներում, այդ կարմիր լույսը իր լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի սկով է որոշել, որ այդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի։ Որոշման մի հատ աղբյուր կա, ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է։ Ես պարզացնում եմ, որպեսզի ասելիքս ավելի բան լինի, չգիտեմ ինչքանով ձեր հարցին պատասխանեցի, բայց ես էս էի ուզում ասել բոլոր դեպքերում անկախ հարցից։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շատ կարևոր շեշտադրումների համար, ընդ որում ես միանշանակ համամիտ եմ, որ արդարադատությունը դա ընդհանրապես միջոց է արդարության հասնելու, այսինքն մենք պետք է ունենանք արդարադատության լիարժեք համակարգ, որպեսզի ունենանք վերջնաարդյունքը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ինչ է ուզում ժողովուրդը կոնկրետ, երևի եթե խոսում ենք, որ ողջամիտ ժամկետների պահպանման եւ ուշացած արդարադատության մասով երևի թե ուզում է որոշակիություն եւ որ նշում եք, որ ինչ տարբերություն 1 ամսում իմանա թե 6 տարում, իրականում կա այդպիսի մի հատ արտահայտություն, չէ, ասում են ավելի լավ, ավելի վատ որոշակիությունը, քան ընդհանրապես անորոշությունը։ Այս առումով միգուցե այս իհարկե իդեալական մաքսիմալ պրոգրաման դա չպետք է լինի եւ մինիմալ ծրագիրն է այդպիսին, որ կարողանանք անել եւ չունենալ ուշացած արդարադատություն, բայց միաժամանակ դա չի նշանակում, որ այն որակյալ չպետք է լինի միանշանակ եւ իդեպ ճիշտ Ես մի օրինակ եմ ուզում բերել, ինձ հետ ապատայել այդ դեպքը։ Քաղաքացին գրում է նամակ, ասում է գիտեք ինչ, ձեր պետական մարմնին դիմել եմ, 7 ամիս այն չեմ պատասխանում։ 7 ամիս, 8 ամիս այն չեմ, 100 հատ նամակ են գրել, ինչ չեմ պատասխանում։
Բնականաբար ինչ որ մի հատ հարց է բարձրացրել, որ ես խնդրում եմ էս շատ լավ, ասում ենք բնականաբար, պատես ինչ բան է, պատասխանեք քաղաքացուն։ Եվ քաղաքացուն պատասխանում ենք, ասում ենք, որ գիտեք ինչ, ձեր առաջին խնդրանքը հնարավոր չի իրականացնել այս պատճառով, երկրորդ այս պատճառով, երրորդ այս պատճառով։ Ու դրանից քաղաքացին ավելի չասեմ ագրեսիվ, ասում է «Տո ձեր սենսը, տո ձեր նենսը», այսինքն էս էր ձեր պատասխանը, ես այդ նկատի ունեմ, այսինքն հիմա լավ, երբ որ այդ արդարադատությունը չի եղել, մարդուն թվում է, թե երբ որ ժամանակին լինի, ամեն ինչ լավ առնելու, բայց այն վճիռը, որ ինքը համարում է անարդար, հանցագործ, հակաժողովրդական, հակահումանիստական, էլի արդյունքում շատ լավ, 2 ամսում, բայց մեկը իր արձագանքը նույնն առնելու, ես չեմ վիճարկում արագության անհրաժեշտությունը։ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները շարունակվում են, ադրբեջանական լրատվամիջոցները հայտում են, որ մեկնել է 18 վագոնից բաղկացած գնացք, որը բեռնված է 979 տոննա վառելիքով։ Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանի տարածքով։ Նշեմ, որ հունվարի 9-ին Բիլաջարի կայարանից Հայաստան է առաքվել ևս 2698 տոննա բեռ, այդ թվում 1742 տոննա բենզին և 956 տոննա դիզվառելիք։ Ավելի վաղ դեկտեմբերի 18-ին Հայաստան էր առաքվել 1220 տոննա վառելիք։ Իրանի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, ինչն անհանգստացնող է։ Այս մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Զարեհ Սիրանյանն ասել է, որ ուրբաթ օրվանից, երբ ցույցերն ավելի են սրվել, տեղեկություն չունեն, շարունակելու են ջանքերը Իրանի հայերի հետ կապ հաստատելու ուղղությամբ։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու նման դեպք, երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջեւ, եթե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում, չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 23 թվականին, երբ որ սկսվեց Համաս-Իսրայել առճակատումը, ռազմական վերջին փուլը, մենք ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում մեր հայրենակիցների մի մեծ խմբի տարանեցինք Իսրայելից եւ մեր ջանքերով էր դա մենք էինք պնդում, որ դա տեղի ունենա, հենց որ տեսնենք, որ համապատասխան տեղեկություն ունենք Իրանի մեր հայրենակիցների հետ կապված, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անել կառավարությունում, իհարկե դա կանենք, բայց այս պահին մենք իրոք շատ անհանգստացած ենք, որտեղ ուրբաթ օրվանից, իսկ ուրբաթ օրը իրականում այդ այս բախումների փուլի ամենասուր մասի սկիզբն էր, այո, իհարկե ցույցերը արդեն 12 օր են տևում, 13 օր, բայց ուրբաթ օրվանից սրվել է ամեն ինչ եւ կուզեի պատասխանել, ինձ էլ է շատ անհանգստացնում դա։ Դե ասացի ձեզ, տեսեք, հիմա եթե մեկի մոտ Starlink լինի, կարողանանք կապնվել, ասում են Իրանում ոմանք Starlink ունեն, կուզենք այդ մեր այդ ձևով կապնվել, հասկանալ ինչ է տեղի ունենում, այլապես ես համոզված եմ, որ հիմա հոսք կլինի Իրանից, նույնիսկ բնականon հոսք, ոչ թե պայմանավորված է սանկայունությունով, միշտ կա, Մեղրի սահմանում անցնողներ կան, մենք անցյալ անգամ այդպես արեցինք Իսրայելի հետ առճակատման օրերին, մայիս ամսին, Մեղրիում մարդ գտանք, որը պատրաստ էր մեզ տեղեկացնել, էլի մեր պետական մարմիններից, որը կարող էր մեզ տեղեկացնել, թե ով է ներս գալիս եւ որոշ այսպես հարցախույզ անցկացնել, թե ինչ է տեղի ունենում տեղում, որպեսզի այդ ձևով գոնե կարողանանք տեղեկացված լինել։ Մինչեւ որ վերականգնվի ինտերնետային կապը, հեռախոսակապը եւ այլն։ Գիտեք, այս պայմաններում իրատեսական չի մասնագիտական խումբ ուղարկել կամ որևէ այլ խումբ ուղարկել, որովհետեւ եթե մեզ համար պատկերն անհասկանալի է, չենք իմանա ուր ենք ուղարկում, այսինքն ինչ պայմաններ ենք ուղարկում, ինչ խումբ է պետք ուղարկել։ Ես դրան համոզված եմ, որ արդարացիորեն նաև մյուս մեր գերատեսչությունները դեմ կլինեն անվտանգայինները։ Մի հատ հասկանանք, գոնե մոտավոր այսպես պատկերացում ունենանք, թե ինչ է տեղի ունենում մանավանդ հայաշատ քաղաքներում,
հիմնականում երկուսն են, եւ ըստ այդմ կողմնորոշվենք մեր հաջորդ անելիքները։ Իսկ Իրանում կրքերը չեն հանդարտվում, ցույցերը շարունակվում են, կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, երկրում երրորդյա սուք է։ Ավելի վաղ նախագահ Փեզեշքյանը հայտարարել էր, որ ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից, նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին էլ գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն, նրանք, ովքեր իսկապես երկրի մասն են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը, մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջներն ու կլուծենք խնդիրները, բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը եւ բռնի ոչնչացնելն անընդունելի է, ասել էր Փեզեշքյանը։ Այս եւ միջազգային այլ թեմաների մասին տեսաշարով։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր առաջին այցով Հնդկաստանում է։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանթիր Ջայսվալը։ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պաշտոնական այցով ժամանել է Ահմեդաբադ։ Հնդկաստանը եւ Գերմանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների 75-ամյակը եւ ռազմավարական գործընկերության 25-ամյակը։ Կանցլեր Մերցի այցը եւ Նարենդրա Մոդիի հետ նրա հանդիպումն էլ ավելի կամրապնդեն Հնդկաստանի եւ Գերմանիայի միջև գործընկերությունը։ Գրել է դիվանագետը X սոցցանցում հրապարակելով Ահմեդաբադի օդանավակայանում Մերցի ժամանման եւ օդանավակայանում նրան դիմավորելու լուսանկարները։ Ահմեդաբադ ժամանելուց հետո Մերցին միացել է վարչապետ Մոդին։ Երկու պետությունների ղեկավարները մասնավորապես այցելել են Աշրամ, որը Մահատմա Գանդին հիմնադրել է Սաբարամատի գետի ափին։ Սպասվում է, որ Հնդկաստանի եւ Գերմանիայի ղեկավարները կամփոփեն այն առաջընթացի արդյունքները, որն այս պետությունների միջև ձեռք է բերվել ռազմավարական գործընկերության տարբեր ոլորտներում։ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-մյունգը հունվարի 13-ին կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։ Այս հանդիպումը կկայանա Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց, քանի որ Սեուլը ձգտում է հավասարակշռել երկու հարևանների հետ հարաբերությունները։ Ճապոնիայի Նարա քաղաքում կայանալիք գագաթնաժողովը տեղի է ունենում Պեկինի եւ Տոկիոյի միջև աճող դիվանագիտական վեճի ֆոնին։ Նշվում է, որ Լի Ջե-մյունգը պրագմատիկ դիվանագիտության մոտեցում է ցուցաբերել, ցկտելով հավասարակշռել կապերը Չինաստանի եւ Ճապոնիայի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային, որպեսզի Ռուսաստանը կամ Չինաստանը այն չգրավեն։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը կարող է դրան հասնել հեշտ կամ դժվար ճանապարհով։ Վերջերս Սպիտակ տունը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը քննարկում է ՆԱՏՕ-ի անդամ Դանիային պատկանող ինքնավար տարածքի հանդեպ վերահսկողություն հաստատելու մի քանի միջոց։ Վաշինգտոնը քննարկում է կղզին գնելու հնարավորությունը, բայց նաև չի բացառում դրա բռնակցումը ուժի կիրառմամբ։ Դանիան եւ Գրենլանդիան հայտարարել են, որ տարածքը չի վաճառվում։ Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը 129-ի։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության վարչության լրատվական գրասենյակի տնօրեն Մունիր Ալ-Մուհամմադը։ Սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե թաղամասերում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման եւ բնակիչների անվտանգ վերադարձի ապահովման մասին։ Հայտարարության համաձայն Շեյխ Մաքսուդ թաղամասը լիովին մաքրվել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերում առկա ականներից եւ պայթուցիկ նյութերից։ Թաղամասում գտնվող զինյալները տեղափոխվել են Սիրիայի հյուսիս-արևելք։ Աֆրինի շրջանի վարչակազմը հայտարարել է Հալեպի Աշրաֆիե թաղամասի բնակիչների առաջին խմբի վերադարձի մասին։ Հալեպի նահանգապետարանի տվյալներով Շեյխ Մաքսուդը, Աշրաֆիե, Բանի Զեյդ եւ շրջակա թաղամասերը լքել էին մոտ 140,000 մարդ, որոնց մեծ մասը ուղևորվել էր դեպի Աֆրին քաղաք։ ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության կողմից կիրակի օրը կազմված տվյալների համաձայն Իրանում զանգվածային բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 544-ի։ Ըստ տվյալ կազմակերպության ձերբակալվել է առնվազն 10,681 մարդ։ Ակտիվիստների տվյալներով բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրի 585 վայրերում, 186 քաղաքներում, որոնք ընդգրկում են բոլոր 31 նահանգները։ ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալության տվյալները հիմնված են երկրի ներսում եւ դրսում գործող ակտիվիստների աշխատանքի վրա։ Իրանի կառավարությունը չի տրամադրել շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը։ Նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ կարծես թե Իրանը հատել է վարչակազմի կարմիր գիծը եւ ԱՄՆ զինված ուժերը իրենց տրամադրության տակ ունեն ուժեղ տարբերակներ։ Թրամփը բազմիցս զգուշացրել է Թեհրանին ուժի կիրառման դեմ բողոքի ցույցերը ճնշելու
համար։ Շաբաթ օրը Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր. «Իրանը նայում է ազատության, գուցե ինչպես երբեք, ԱՄՆ-ն պատրաստ է օգնել»։ Թեհրանում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։ Բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ երկրում դեկտեմբերի վերջից։ Առաջին երթերը տեղի են ունեցել Թեհրանի կենտրոնում, որի մասնակիցները բողոքում էին գնաճի եւ ազգային արժույթի ռիալի անկման դեմ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ սարսափած է Իրանի իշխանությունների կողմից ցուցարարների դեմ չափազանց մեծ ուժի կիրառման մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան եւ բազմաթիվ վիրավորների։ Բոլոր իրանցիները պետք է հնարավորություն ունենան խաղաղ եւ առանց վախի արտահայտել իրենց դժգոհությունը, հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը եւ Իրանի իշխանություններին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն, զերծ մնալ ուժի անտեղի կամ համաչափ կիրառումից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև պնդել է, որ Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի տեղեկատվության հասանելիությունն ապահովելու համար, այդ թվում նաև կապի վերականգնումը։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նույնպես աջակցություն է հայտնել ցուցարարներին։ Ըստ նրա, Եվրոպան նույնպես պետք է գիտակցի իր պարտավորվածությունը ստեղծված իրավիճակում եւ գործի։ Իրանն ազատ կլինի, ընդգծել է Եվրախորհրդարանի նախագահը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, քաղաքապետը դժգոհ է վարչական շրջանների կատարած աշխատանքից։ Տիգրան Ավինյանն ասել է, որ բավարար ջանք չեն գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, որոնք ունեն պարտավորություն իրենց տարածքի դիմացի հատվածում ձնամաքրման աշխատանք իրականացնելու, այդ աշխատանքների մասին տեղեկացված լինեն։ Կա 4-5 շրջան, որ բացարձակ որևէ տուգանք չեն գրել։ Այն վարչական շրջանները, որոնք վարչական տուգանքները չեն գրել, պետք է բացատրեն ու հիմնավորեն, ասել է Ավինյանը։ Կիևյան փողոցից 2 օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրեն շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը եւ ինձ ասում է ինձ դրա համար փող պետք է տաք։ Այսինքն այդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել։ Ավականու որոշմամբ մասնավոր տնտեսվարողներ, ովքեր որ առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնես, իրենք պարտավոր են այս ձնամաքրման աշխատանքներին մասնակցել։ Պարտավոր են նաև համատիրությունները։ Սա մեկ։ Եվ այն վարչական շրջանները, ովքեր որ չգիտեմ ինչ պատճառով եւ ինչ բացատրությամբ եւ ինչ հիմնավորմամբ այս վարչական տուգանքները չեն գրել, իրականում պետքա բացատրեն եւ հիմնավորեն, որովհետեւ ինձ մոտ մեծ հարց է առաջանում։ Երկրորդը, հունվարի 1-ից 3-ը եթե ոչ 31-ից մեր վարչական շրջաններին հատուկ մի 2 տարի առաջ քննարկեցինք, հատուկ աշխատակիցներ առանձնացրեցինք, որպեսզի վարչական շրջանները ունենան գործիք աղբահանության մաքրման հետ կապված աշխատանքները պատշաճ իրականացնելու եւ նմանատիպ դեպքերում մայթեր, բակեր եւ մնացյալ այլ տեղերում, երբ որ ջուն է գալիս, ունենան այդ ներուժը որոշ չափով աշխատացնեն այդ մարդկանց, որպեսզի ծայրահեղ խնդիր չունենան։ Ես 1-ից 3 քեզ մարդիկ տուն են եղել։ Նոր տարի էին անում։ Հասկանում եմ իհարկե, դա էլ է մոտեցում, բայց այն մոտեցումը չի, որի մասին ես խոսել եմ տարվա վերջին։ Ես հատուկ շեշտել եմ, հարգելի գործընկերներ, որ մենք ունենք ջուն դեռ դեկտեմբերի վերջին եմ խոսել դրա մասին եւ պետք է աշխատենք 24/7 ռեժիմով, ինչպես աշխատել է ԵԱՍՄ հիմնարկը։ Սա 2 եւ 3 հարգելի գործընկերներ, դուք ունեք մոտավորապես հանրագումարով 300 աշխատակիցներ, ովքեր որ պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական խախտումներ արձանագրելով եւ այդ արձանագրությունների թվերը, երբ որ ես հանում եմ ձեր 300 աշխատակիցների, համեմատում եմ օրինակ նույն հասարակական կարգի կամ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության աշխատակիցների քանակը, այսինքն մարդ վարչական իրավախախտման արձանագրություն խայտառակ թվեր են դուրս գալիս։ Ուղղակի խայտառակ թվեր են դուրս գալիս։ Եվ ես հասկանում եմ, որ այդտեղ ունենք լուրջ փոփոխությունների կարիք, որը շուտով կքննարկենք անպայմանորեն։ Այսինքն մոտավորապես, չգիտեմ ինչ ասեմ, տենց անհամադրելի քանակ է, էլի։ Այսինքն մեկ հասարակական կարգի
պահպանության աշխատակիցը միջինացված, ասենք անգամներով, տասնյակ անգամներով ավել վարչական իրավախախտում է արձանագրում, քան մեր վարչական շրջանի համապատասխան նույն աշխատակիցը։ Լավամարդ դուրս գալը լավ բան չի։ Այդ վարչական տուգանքները հենց այնպես չեն գրվում։ Այդ վարչական տուգանքը նրա համար է, որ այդ խանութի տերը իմանա, որ դա իր պատասխանատվությունն է։ Այդ վարչական տուգանքը դրա համար է։ Որովհետև ինքը պարտավոր չի այս գործակարգավարականը լսել, բայց ինքը պարտավոր է ավականու որոշումը կատարել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել ու տեղեկացրել, որ մարզային այցերը շարունակվում են։ Արսեն Թորոսյանն ասել է, որ նման որոշումը պատահական չէ, քանի որ հաճախ առնչվում են մի երևույթի, երբ կարծես անջրպետ կա, Երևանում որոշում կայացնողների և տեղում իրավիճակի միջև։ Ինքը հաճախ է ստանում նամակներ քաղաքացիներից, հիմնականում այդ նամակները ստանդարտ պատասխաններ են ունենում, հղումներ կատարելով օրենքներին, բայց երբ անձամբ ինքն է միջամտում, խնդիրների մի մասը լուծվում է։ Ես ինքս իմ համար որոշել եմ, որ պետք է լինեն մեր բոլոր տարածքային կենտրոններում միասնական սոցիալական ծառայության, ինչպես նաև մեր բոլոր ենթակա հիմնարկներում, որտեղ արդեն եղել եմ, եւ նաև այն բոլոր հասարակական կազմակերպությունների կամ այլ կազմակերպությունների մոտ, որոնք ծառայություններ են մատուցում մեր կողմից տրամադրվող դրամաշնորհներով եւ այս որոշումը պատահական չէ։ Մենք հաճախ առնչվում ենք մի երևույթի, երբ կարծես թե անջրպետ կա Երևանում որոշում կայացնողների, նախարարություններում, այլ գերատեսչություններում եւ տեղերում իրավիճակի։ Այսինքն, երբ որ օրինակ մի քաղաքացի կամ մի կազմակերպություն խնդիր է ունենում եւ այդ խնդրով դիմում են նախարարությանը, ստանում են ստանդարտ պատասխաններ, բայց չի զգացվում են կապը, որ պետք է լիներ այդ երկու մարմինների միջև, տեղում ծառայություններ մատուցողի, որը հաճախ քաղաքացիների հետ է շփվում, եւ նաեւ այն փաստաթղթային որոշում կայացնողների, որոնք որ նստում են Երևանում, կոնկրետ մեր դեպքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, եւ ես ինքս իմ համար որոշել եմ, որ այդ անջրպետը վերացնելու մեխանիզմ պետք է լինի, ինքս դա անում եմ եւ նաեւ որոշել եմ, որ այսուհետ, որ մեր նախարարության բոլոր ղեկավար անձնակազմը, ամբողջ ղեկավար անձնակազմը, տեղակալներ, խորհրդականներ, վարչության պետեր, բաժնի պետեր պետք է լինեն մեր բոլոր ծառայություններ մատուցող կետերում Հայաստանի Հանրապետությունում։ Դա իմ հանձնարարականն է եղել մի քանի օր առաջ, որը մոտակա 1 տարվա մեջ պետք է իրականացվի, որտեղ ահռելի ծավալ է, դա մոտ 100 կազմակերպություն կարող է լինել ընդհանուրով եւ տասնյակ մարդիկ, մի քանի տասնյակ, որոնք որ պետք է այդ այցելությունները իրականացնեն։ Եվ այստեղ մի բան ինձ դրթել դրան, որտեղ հաճախ ես ստանում եմ նամակներ քաղաքացիներից, բոլոր մեր գործընկերներն են ստանում իհարկե, եւ այդ նամակների որ գալիս են մեզ հասնում են, մինչև այդ դիմաց է լինում բազմաթիվ մեր այլ գործընկերների, դրանք տեղական, տարածքային կազմակերպություններն են, օրինակ ՄՍՑ կամ նախարարության որևէ պաշտոնյա է եւ հիմնականում այդ նամակները ստանդարտ պատասխաններ են ունենում հղումներ կատարելով օրենքներին, բայց երբ որ ես միջամտում եմ, երբ որ ես եմ միջամտում անձամբ, դրանց մի մասը, չեմ ասում ամբողջը, որտեղ մի մասը պարզապես օրենքի հետ հակասությունը սկսում է լուծվել։ Իսկ ինչի՞ց է դա, որ սկսում են լուծվել, որ ես փորձում եմ մտնել այդ մարդու դրության մեջ, կամ այդ կազմակերպության դրության մեջ, կամ այդ չգիտեմ, ընտանիքի դրության մեջ, եւ ես հիմա ուզում եմ, որ մենք բոլորս մեր նախարարության ամբողջ անձնակազմը մտնի յուրաքանչյուր քաղաքացու դրության մեջ, որտեղ այլ պարագայում իմաստ չունի մեր գործունեությունը, մենք հենց այդպես պետք է առաջնորդվենք։ Այնպես որ սկսում ենք մեր հերթական մարզային այցը, շաբաթ եւս 2 մարզ ենք այցելելու, ամբողջ օրը գրեթե լինելու ենք մարզերում, շփվելու ենք մեր աշխատակիցների հետ, ինչպես նաեւ մեր քաղաքացիների հետ, լավ աշխատանքային օր եմ մաղթում բոլորիդ։
Շարունակենք, նախորդային շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Լճաշեն բնակավայրում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի եւ Լադա մակնիշի մեքենաները, մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել են Կիան, 3 Օպել, Ֆորդ Լադա եւ 2 Մերսեդես մակնիշի մեքենաներ։ Շամշյանի տեղեկացմամբ վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախորդի երեկոյան էլ Իսակովի պողոտայում BMW մակնիշի մեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, ուղևորը հրաժարվել է բուժօգնությունից, փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազի բալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Եվ վաղը սպասվում է առանց ստեղումների եղանակ, առավոտյան առանձին շրջաններում հնարավոր է ձյուն, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։